Աշոտյան, սկսենք թերևս այն նախընտրական աժոտաժից, որ մեկնարկել է, քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների, իսկ դուք խոսում եք անկեղծության, ազնվության մասին, այդ բացը հատկապես որտեղ եք նկատում։ Իմ երեկվա գրառումից եք հասկացում հարցերը, հասկացա։ Բացը ամենտեղ եմ նկատում, եթե ինքս եմ կոչանում լինել ազնիվ, ապա օրինակն էլ ծառայել եմ հատկապես կալանքից դուրս գալուց հետո եւ հիմա էլ այդ օրինակն եմ ուզում լինել ազնվության, կարծում եմ, որ քանիցս ասել եմ, ընտրությունները օրացուցային քաղաքական միջոցառում են, որոնք տեղի են ունենալու վաղ թե ուշ, ամանորի նման կամ ապրիլի 7-ի նման, այսինքն դա օրացույց է, դա տեղի է ունենալու եւ դրան պատրաստվելուն զուգահեռ ինձ համար մի քիչ տարակուսել է, որ այնուհանդերձ առաջին պլանում քաղաքական օրակարգում այս պահին որպես հավաքական ընդդիմության օրակարգ չեն գտնվում այնպիսի հարցեր, ինչպիսին են հավուր պատշաճի բարձր մակարդակյա, չեն գտնվում այնպիսի հարցեր, ինչպիսին են առաքելական եկեղեցու պաշտպանությունը նիկոլական հարձակումներից, ինչպիսին է քաղբանտարկյալների ազատության համար պայքարը, ինչպիսին է Հայաստանի ներսում եւ Հայաստանի շուրջ հյուսվող գեոպոլիտիկ սարդոստայնի գնալով ավելի խտացող վտանգները եւ բազմաթիվ այլ հարցեր, որոնք ընտրությունների ենք պատրաստվում ձևակերպման զուգահեռ այնուհանդերձ պահանջում են առաջնահերթ գործողություններ, որովհետեւ կարող է ընտրությունները լինեն այն պահին, որ արդեն ուշ լինի։ Բոլորը խոսում են դրանից, Արցախը խոսույցից դուրս է եկել, կարծես թե։ Խոսույցից դուրս եկել ու բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնք որ ես չեմ կարող բացատրեմ, կամ եթե ինձ բացատրում են, ես չեմ կարողանում համակերպվել այդ բացատրության հետ, թե ինչու ընտրություններին պատրաստվելը զուգակցվում է, այսպես ասած, օպերատիվ քաղաքական հիշողության ծավալի նվազումով կամ առնվազն ինտենսիվության անկմամբ։ Պարոն Աշոտյան, նայեք, մեկ մի ճշգրտում էլի, նայեք, դուք ասում եք միավորման կարևորությունը ընդդիմության ներսում, միանալու, միասնության կարևորությունը։ Բոլորը կարծեք այդ շեշտադրումները սկսել են անել, բայց այդպես էլ մենք միավորման, միասնականության չենք տեսնում։ Ազնիվ խոսում ենք, նախ եկեք բառապաշարը հստակեցնենք, որտեղ միավորումը մի բան է, միասնությունը այլ բան է։ Եվ այստեղ Գրիգորի Չիսականջը կանչի, բայց սա գալուստիզմ չէ, սա իրականում այդպես է, մի բան միավորումն է, մի բանը միասնությունն է։ Միասնությունը կարող է լինել առանց միավորման, երբ որ ընդդիմադիր դաշտը գալիս է ընդհանուր հայտարարի, կոնսենսուսի, որոշակի սկզբունքների շուրջ։ Ինչ որ ընդհանուր հարթակից Միավորումը ուրիշ բանի մասին է, միավորումը միասնական քաղաքական ցուցակի եւ այլ այսպես ասած թիմավորման մասին է, որի անհրաժեշտությունը բնականաբար չկա եւ մյուս կողմից էլ իհարկե պետքա ֆիքսել այն մյուս ծայրահեղության վտանգը ձայների փոշիացման մասով, սա նույնպես պետքա ֆիքսել, դա արդար եւ ազնիվ մտահոգություն է։ Հիմա օրինակ բերեմ ձեզ, օրինակ մի քանի օր առաջ երկրորդ նախագահ ասուլիս է տալիս եւ ասում է, որ ինքը կողմ է օրինակ քարոզչական հրադադարի կամ ավելի ճիշտ հակաքարոզչական հրադադարի, բառացի չեմ ասում, իմաստն եմ փոխածում, ինչի էություն այն է, որ ընդդիմադիր ուժերը պետք է դադարեն իրար հարվածել եւ կենտրոնանան բացառապես Նիկոլ Փաշինյանի վրա։ Շատ լավ։ Ընդունեցի երկրորդ նախագահի գնահատականը եւ մոտեցումը։ Միաժամանակ տառացիորեն 3 երկրորդ նախագահի քաղաքական ճամբարի ներկայացուցիչներ, կոնկրետ մեկ ներկայացուցիչ, խոսքը չի գնում, գիտեք, արդեն գարշահոտություն տարածող տելեգրամյան ալիքների կամ գազազած ֆեյքերի բանակի մասին, խոսքը գնում է կոնկրետ մարդու մասին, որ իրեն վերլուծաբան է դիրքավորում, ով որ հայտնվում է առաջատար ԶԼՄ-ից մեկի տաղավարում ու 40 րոպեի ընթացքում 2 անգամ հանիրավի եւ անհարկի անվանարկում է եւ կպնում է հանրապետականին։ Հիմա մենք ինչ հասկանանք այս ամեն ինչից, հա։ Երկրորդ նախագահի թիմակիցը չի ենթարկվում երկրորդ նախագահին, վատ է։ Եթե թիմակիցը չի ենթարկվում, բավաղը մյուս օր ավելի մեծ քաղաքական հասարակական զանգվածներ ոնց են ենթարկվելու։ Երկրորդ նախագահի թիմակիցը չի լսել երկրորդ նախագահի ասուլիսը, վատ է, որտեղ եթե թիմակիցը չի լսում ասուլիսը եւ չի հասկանում ինչի մասին է խոսքը, դա լավ բանի մասին չի խոսում թիմի ներսում։ Մյուս տարբերակը Նախագահը մի բան է ասում իր թիմակիցները ուրիշ բան, էլի վատ է, որովհետև ստացվում է, որ այստեղ գալիս ենք իմ հարցին, ազնվություն չկա։
Սա վառ օրինակ էր, ավելի բաց ասեմ, ես այդ երեկվա հարցազրույցից հետո գրեցի, որ ազնվության պակաս կա, եկեք անենք այն, ինչ որ ասում ենք եւ խոսենք նրա մասին, ինչ որ անում ենք եւ խոսքի եւ գործի միջև չլինի այն խորը անդունդը, որը որ հիասթափեցնում է ոչ միայն ընդդիմադիր դաշտի հիմնական դերակատարներին, ինչպեսին օրինակ հանրապետականն է, այդ հələ ոչինչ հիասթափեցնում է հասարակությանը, ինչի իրավունքը հատկապես այն ուժերը, որոնց ուշքը միտքը արդեն բացառապես ընտրություններն են, զուտ էլեկտորալ տեսակետից շահ եւ իրավունք չունեն այդպես վարվելու։ Պարոն Աշոտյան, դուք խոսեցիք ձայների փոշիացման մասին, նշելով, որ դա շատ կարևոր է։ Ներկա պահին այն ուժերը, ովքեր հայտարարել են, որ մասնակցելու են ընտրություններին, ում եք համարում, որոնց եք համարում, որ ունակ են ձայներ։ Ես համարում եմ, որ դա արդիական հարց է, բայց այդ հարցի պատասխանը առնվազն իմ շուրթերից կոռեկտ չէ, որովհետև մենք քիչ ենք, բայց մեզ հանրապետական են ասում, մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում։ Հետևաբար իմանալով եւ մեր արժանինքները բազում եւ որոշ մարդկային թուլություններ ներելի որպես կանոն այլևս ես կարող եմ ասել, որ ճիշտ չեմ համարի իմ գործընկերների մասին, որոնց մի մասը ընկերներ են հրապարակավ խոսելու։ Կարծում եմ դա իրենց թիմերի եւ քաղաքական վերլուծաբանների հարցն է, մատնանշել հարցեր։ Եթե կարիք լինի անձնական զրույցներում խոսել, կխոսեմ, բայց կներեք ինքս ասեցի եւ ինքս եմ ուզում շարունակել, այսօր առավոտյան արթնացանք, այսպես ասած, զարհուրելի հերթական լուրով Արշակ Սրբազանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգել են։ Դա պարզապես խայտառակություն է այդ զավեշտի գործը։ Երբ որ կողքը դնում ես այդ ԵԽԽՎ մոնիտորինգային զեկույցի վերջերս հրապարակածներ, դա պարզապես ու արդեն չես զարմանում, թե լավ, այսպես ասեմ, երբեք այդ խորհրդարանական ձևաչափի հայերեն հապավման մեջ այդքան խեները արդարացված չեն եղել։ Շատ տեղին է այդ ԵԽԽ աբրևիատուրան հաշվի առնելով իրենց կույր, համր եւ խուլ վիճակը ներկայիս քաղաքական խայտառակ իրավիճակին Հայաստանում։ Պետք է շարունակել իրենց հանդեպ ճնշումներ գործադրել միանշանակ ինչ հույսով, առնվազն այն հույսով, որ վաղը մյուս օր որևէ մեկ այլևս չգա իմ երկիր ու չփորձի ինձ բարոյականության կամ մարդու իրավունքների կամ սկզբունքների կամ արժեքների դասեր տալ։ Ես այդ դասերը եւ իմ ընկերները անկախ քաղաքական ճամբարներից տարբեր ընկերներ եւ սրբազաններ եւ լրագրողներ եւ քաղաքապետեր եւ շարքային քաղաքացիներ այդ դասերը մենք կարող ենք տալ։ Եվրոպական կառույցները Հայաստանում կորցրել են եւ ոչ միայն եվրոպական արևմտյան կառույցները Հայաստանում կորցրել են բարոյական հիմքը, իրավունքը, այլևս մեզ որևէ նման հարցերով դասեր տալու։ Պարոն Աշոտյան, տպավորություն է ստեղծվում քաղաքական դիսկուրսից, որ Նիկոլ Փաշինյանի իր թիմակիցների միակ մեղքը ինչ է, պարգևավճարներն էին, այսինքն տեսեք խոսույթում արժանապատվության հարց այլևս դրված չի։ Եթե նախկինում նայենք, խոսում էին Շուշին հադրութը դեօկուպացնելու վերաբերյալ, հիմա այդպիսի հարցեր դրված չեն, այսինքն իրականությունը։ Քաղաքականությունը զբաղմունք է, որը ունի ինչպես հիմնարար արժեքներ, այնպես էլ ընթացիկ իրադարձային, այսպես ասած, անդրադառնալու կարիք։ Ձեր ասած տոնայնության փոփոխությունները կան դեպի պարգևավար, այս վերջի սեզոնին, այսինքն դա այն տրենդի խնդիրն է, ոչ թե խորքի։ Ես համաձայն եմ ձեզ հետ եւ դրանից սկսեցի մեր զրույցը, որ տրենդից զատ մենք պետք է գնահատենք նաեւ չմոռանանք խորքի մասին, չմոռանանք այն ամեն ինչի մասին։ Իհարկե, ինչը մեզ իրականում ոտքի է հանել որպես ժողովուրդ կամ ժողովրդի մի մաս։ Իհարկե կլինեն ընդդիմադիր ուժեր, որոնք կգերադասեն խոսել այլ ոլորտներից։ Ես իրենց չեմ մեղադրում այդ կապակցությամբ, ոչ ոք պարտավոր չի հանրապետականի նման ազգային պահպանողական լինել։ Այդ ձեր շարքի մեջ տրենդային կարող ենք հիշատակել նաև վարչաբենդի համերգը, որ ես շատ տպավորված եմ համարյա Գրեմին Ջասթին Բիբերի կատարմանը համարժեք կատարում էր, իհարկե մի քիչ զիջում էր, դա էլ վստահ եմ զուտ այն պատճառով, որ Ջասթին Բիբերը բոքսերներով էր եւ գուլպաներով։ Եթե մյուս անգամ Նիկոլ Փաշինյանը որոշի Գրեմի լավագույն ավանդույթները բերի վարչաբենդի նոր ձևավորվող բանի մեջ, ես կարծում եմ, որ հայ հասարակությունը ել ավելի շատ տպավորված կլինի։ Դրսից են խորհուրդ տվել այդ տեխնոլոգիաները, թե ինքն իրենով է որոշել, ըստ ձեզ։ Ես վստահ եմ, որ կան PR խորհրդատուներ, դա մեղադրելու չի, որտեղ աշխարհը գլոբալիզացված է, PR-ն էլ կներեք հայկական գիտության
ծնունդ չի, կամ սովետական տարածքի ծնունդ չի, դա արևմտյան տեխնոլոգիական միջամտությունների փունջ է, դպրոց է։ Ես չեմ մեղադրում այն ուժերին, այդ թվում Նիկոլին, ով որ փորձում է, այսպես ասած, դիմի գիտությանը։ Այստեղ խնդիրը ուրիշ բան է։ Այդ եմ, խնդիրը ուրիշ բանի մեջ է։ Խնդիրը ուրիշ բան է։ Մենք էլ կներեք, ես Սահակյան Արմանուշ Արմազանով Էդիկն, մենք որ երգում ենք Նիկոլը ուր էր, այդ ժամանակ Նիկոլը այնքան չկար այդ դաշտում, որ Աննա Հակոբյանը շեյր էր անում մեր էջի իր Facebook-յան էջում։ Մի հատ մեկ տարբերությամբ մենք տեխնոլոգիաներ չենք կիրառում եւ այդ ժամանակ ընտրություններ չէր եւ ամենակարևոր գիտությունը լավ բան է, Անի ջան, ցանկացած գիտություն լավ բան է, բայց գիտելիքը պետք է օգտագործվի հանուն բարիք ստեղծելու։ Եթե գիտելիքը գիտությունը կապ չունի ինչ գիտություն է, մարդուն թունավորելու արվեստն է, թե ենթադրենք PR տեխնոլոգիա օգտագործում է ի վնաս, օգտագործում է ի հակառակ, ի չար, այդ դեպքում այդ գիտությունը, այդ թվում PR գիտությունը կորցնում է իր այն համբավը, այն կոչումը, ինչի համար, այն առաքելությունը, ինչի համար այն կոչված է։ Եվ ազդեցությունը, որովհետև ակնհայտ է, ես քեզ կատակ տենց Հեգնեցի Ջասթի Բիբերի, այսպես ասած, եւ Նիկոլ Փաշինյանի զուգահեռների վրա, բայց դառը ճշմարտություն կա այդտեղ, էլի ես չեմ զարմանա, որ մի օր էլ Նիկոլը որոշի, այո, ընդօրինակի ենթադրենք Բիբերի սցենիչսկի օբրազը, էլի։ Պարոն Աշոտյան, էսթետիկայի մասին չենք խոսում, որտեղ երգել այդ նվագելներ, երգերն էլ արդեն բավարար էր, որ էսթետիկայի մասին առհասարակ մոռանանք։ Արցախի խոսույթի մասին նշեցիք, որ մեր օրակարգից դուրս է մնացել։ Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ երբ անդրադառնում է Արցախյան հարցին, նշում է, որ ես մեր հայրենակիցներին ասել եմ, որ Ղարաբաղյան շարժումը չպիտի գոյություն ունենա եւ եթե համաձայն չեք, հեղափոխություն արեք եւ ասում աշխարհում չեք գտնի որևէ մեկ այլ ղեկավարի, ով կասի, որ դուրս եկեք հեղափոխություն արեք, եթե համաձայն չեք։ Հիմա արցախցիները պիտի հեղափոխություն անեն կամ պիտի դուրս գան փողոց։ Ստոպ, կներես որ ստոպ եմ ասում։ Դա արցախցիների խնդիրը չի միայն։ Իհարկե բնական է որ մենք ասում ենք արցախցիները, բայց արցախյան շարժումը հայ ժողովրդի զավակն է։ Մենակ հայ ժողովրդի արցախյան հատվածի զավակը չի։ Իսկ ֆարալ ասել Ղարաբաղցիք դե դավայ չէ ձեզ ենք սպասում, դուք եք կորցրել մենա։ Չէ, իրանք կորցրել են լավ, իրանք գերեզմանները, իրանք տանները, իրանք օջախները, բայց հայրենիք կորցրել ենք բոլորս։ Ես դադիվանք եմ կորցրել։ Ես կորցրել եմ Ստեփանակերտի Գողտրիկ իմ ընկերների տները, որտեղ կարողանում եք երեկոյան թեյ խմել եւ զրուցել ամեն ինչի մասին։ Լիքը մար, լիքը բանա կորցրել, հա։ Ինչ վերաբերում է Նիկոլի այդ բանը, տիպը չեք ուզում հեղափոխություն արեք, Սադամ Հուսեյնն էլ վստահաբար որ նայեմ իր հին ելույթները կգտնեմ մի տենց կտոր, որտեղ ասում էր դե բանը չաղ ու բախտավոր է Իրաքի ժողովուրդը, եթե տես չլներ ինձ կհանեին։ Վստահ եմ Քադաֆին էլ որ իր շատրոնները խփում էր Փարիզի, Մարսի դաշտերում կամ Ելիսեյան դաշտերում, վստահաբար հաստատ նման մի բան ասած կլեր։ Այսինքն այդ բոլորը այնց շուտ է անցնում, հա, եւ ես որպես իշխանության մեջ եղած մարդ ես գիտեմ ինչա նշանակում հարբել իշխանությունից, ես գիտեմ ինչա նշանակում կտրել ոտքերը իշխանությունից, ես գիտեմ ինչքան դաժան է հետո վերադառնալ այդ հողի վրա եւ ես գիտեմ ինչքան կարեւոր է հետո երբեք չփոկվել այս հողից։ Ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի պարագայում, եթե արդար ճանապարհով չլինի, արդարության վերականգնումը կներեք ավտոլոգիայի կարծես թե, բայց ճշմարտությունը դա է, ապա Նիկոլ Փաշինյանը կարող է Օլիմպիական միշկայի նման թռնի ի նիվեռնուց էլ այս վիճակը լինի։ Շնորհակալ եմ։ Հեսա վերջին հարցը արդեն, որտեղ նախորդել իմ համար վերջինը։ Շատ լավ, երբ ինչ է կարծում, Սերժ Սարգսյանն էլ էր իրականությունից կտրված, երբ ասում էր ինչքան ուզենք այդքան կխփենք։ Սա եւս իրականությունից կտրվելու մասին է խոսում։ Շատ առաջին հայացքից այնպես լավ հարց եք տալիս, իսկ իրականում դուք եք որոշում արծի վրա քաղաքական արդիականության տեսակետից ցանկացած հաջորդ իշխանություն լավ կլինի սովորի նախորդի վրա, նախորդի սխալների վրա։ Այն որ նախորդ իշխանությունը ունեցել է սխալներ եւ խոսքը չի գնում այդ դրվագի մասին, դա ընդունել է Սերժ Սարգսյանը բազմաթիվ իր հանրային ելույթներում։ Դա Սերժ Սարգսյանը ոչ միայն խոստովանել է, այլ նաեւ դրա շտկման ուղղությամբ հանրապետական աշխատանք է վարել։ Ուզում եք շատ ազնիվ, տենց ազնիվով սկսեցինք, ազնիվով ավարտել։ Չկա ավելի լավ իշխանություն, քան նախկինում իշխանություն եղած ընդդիմության
թոհու բոհով անցած քաղաքական ուժը, որտեղ այդ ուժը եւ սեփական սխալները գիտի, եւ երկրի կառավարման հմտություններին է տիրապետում, եւ գիտելիք ունի, եւ կապեր ունի։ Նիկոլ Փաշինյանը չսովորեց մեր սխալների վրա։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հազարապատկեց մեր սխալները, այլ նաեւ այդ սխալները վերածեց հանցագործությունների։ Սխալները ներելի են, մարդկային են, հանցագործությունները ոչ։